Ինչպես անենք, որ կատարվի մեր երազանքը, նայեք մինչև վերջ 100%-անոց գործող տարբերակ եմ ասելու։ Ընդհանրապես գրեթե բոլոր սնահավատությունները պտտվում են այս խնդրի շուրջ։ Ես դա անում եմ, որպեսզի իմ երազանքը կատարվի։ Բայց արդյոք հնարավոր է իրականություն դարձնել մեր երազանքներն ու նպատակներն այն մեթոդներով, որոնք Պողոս Առաքյալն անվանում է պառավական առասպելներ։ Եթե հնարավոր լիներ երազանքների կատարածել, ասենք, ծառի փչակից անցնելով, ինչ-որ թել ձեռքից կապելով, մոմ վառելով կամ մոմ փչելով, եթե սնահավատությունն այդքան հեշտ ու գործող մեթոդ լիներ, արդյոք որևէ մեկը կաշխատեր։ Այս մանկամիտ սովորությունները մեզ շեղում են իրական ուղուց և անլրջացնում դեպի մեր երազանքների կատարումը տանող իրական ճանապարհը։ Աշխատանք, կամքի ուժ, ձգտում և համառություն, սրանք են այն գործիքները, որոնք թույլ կտան հասնելու մեր նպատակներին, բայց կա նաև շատ լուրջ բոնուս հատուկ քրիստոնյաների համար։ Քրիստոս ասաց, որ այն ամենը, ինչ աղոթքով խնդրենք Աստծուց և հավատանք, որ կստանանք, կտրվի մեզ։ Քրիստոս ասաց՝ հավատացեք, բախեցեք ու կբացվի, փնտրեք և անպայման կգտնեք, ու աղոթքով հնարավոր է ի կատարածել որևէ երազանք։ Ահա սա է հաղթանակների, հաջողությունների ու նվաճումների ուղին։ Եկեք աղոթենք և աշխատենք ու չմոռանանք երազել։